Ընկերուհիներից մեկը գրեց, ասաց հայք ինչ այդտեղ կատարվում, արդեն քրասնին վերցրել են, իջնում են դեպի քաղաք, փողոցներում պարկած են, նստած են ու ոչ միտեղ չունեն գնալու։ Եղել է սովից մահվան մեկ դեպք, ինձ հետ կապվել էին նորվեգական Aftenposten թերթից, նկարեց մեքենաների շարասյուն, այս ամեն ինչը իրական է, այս ամեն ինչը կատարվել է, մեկը վերադառնալու։ Ես Հայկն եմ Հարությունյան, 22 տարեկան եմ, ծնվել եւ ամբողջ կյանքս ապրել եմ Ստեփանակերտում։ Ես երբևէ չեմ եղել երիտասարդ, որ ձգտում է դեպի դուրս, որ ձգտում է Արցախից դուրս գալ, որ ձգտում է արտասահմանում կրթություն ստանալ, որ ձգտում է արտասահմանում սովորել։ Իմ ամբողջ կյանքը ես կապված եմ եղել Արցախի հետ ու իմ ամբողջ նպատակները, ամբողջ իմ կյանքիս իմաստը եղել է Արցախի հետ կապված, եղել է Արցախում։ 14 տարեկանից սկսել եմ հետաքրքրվել ֆոտոյով։ Այդ ժամանակ 14 տարեկան էի, երբ որ ինձ համար առաջին հեռախոսը գնեցին, որը տեսախցիկ ուներ, եւ ահա որ ուրախացել էի, որովհետեւ մինչեւ այդ էլ միշտ ուզում էի նկարել, ու այդ հեռախոսով սկսեցի նկարել, հետո ուզում էի ավելի ու ավելի խորանալ, Թումո մտա եւ այնտեղ կարելի ասել առաջի անգամ պրոֆեսիոնալ սովորեցի լուսանկարել, կամերայի հետ շփվեցի, մինչեւ շրջափակումը ես կամերա չունեի, միշտ ուրիշների կամերաներով էի նկարում, շմեկից վերցնում էի նկարում էի եւ շրջափակման ժամանակ գնեցի իմ տեսախցիկը, որով հիմա նկարում եմ, չնայած տնեցիք բոլոր դեմ էին, որովհետև ասում են շրջափակում է, մենք չգիտենք ինչա լինելու, այդքան գումար ես ծախսում քո կամերայի վրա, հիմա եթե պետք լինի ինչ-որ մի բանի համար այդ գումար չենք ունենա, բայց ես բոլորի կամքին հակառակ գնեցի այդ կամերան, առաջին նկարը հիշում եմ, տեսախցիկս վերցնելու հաջորդ օրը երեկոյան դուրս եմ եկել քայլելու Ստեփանակերտով, դե տրանսպորտ չկար, անընդհատ ոտքով էինք քայլում։ Երեկոյան ժամը 8-ի կողմերն էր, եթե չեմ սխալվում, կանգնեցի կամուրջի վրա, ԱԳՆ-ի դիմաց ու նկարեցի մեծ կամուրջը դեպի Էնգելս տանող, հետևի ֆոնում գեղեցիկ մռավներ երևում, ձյունապատ, եթե այդ նկարը ինձ մի քիչ գոնե դուր չի գալիս, ես այդ նկարը ջնջում էի ու ես հիմա եմ հասկանում, որ ես բազմաթիվ պատմական նկարներ, ինչ-որ հիշողություններ եմ ջնջել Արցախից, լիքը նկարներ, որոնք ես հիմա ահավոր կարոտում եմ ու եթե հիմա ժամանակը կարողանայի հետ տայի, կյանքում գոնե մեկ նկար Արցախից Ստեփանակերտից չէի ջնջի, երբեք, դա հիմա իմ ամենամեծ զղջումն է, որ ես նկարները ջնջում էի։ Ամենադժվարը հենց դա էր, որ ամբողջ կյանքը դու ապրել ես անհոգ, գնացել ես խանութից գնել այն ինչ ուզում ես, իսկ հիմա դու պետք է հարյուրավոր մարդկանցով շրջափակված սպասես հացի հերթի ու դու չգիտես արդյոք այդ հացը քեզ կհասնի թե չէ ու դու հացով կվերադառնաս տուն թե չէ ու այդ ամեն ինչը, այդ հերթերը, մարդկանց վեճերը, այդ ամեն ինչը հոգեբանապես ահավոր ազդում էր եւ բլոկադայի իմ համար հենց ամենադժվար պահը դա էր մանվերջ հերթերում կանգներնել ամեն ինչի սպասումով, որ երբեմն ես նախընտրում էի ուղղակի սոված մնալ, քան գնալ այդ հերթում կանգնել։ Շատ էի սոված քնում ու շատ ժամանակ նույնիսկ եթե գիտեի տանը ուտելու բան կա, հատուկ ասում էի չէ, լավ այսօր սոված մնամ, որ վաղը ինչ-որ ուտելու բան լինի։ Չգիտեմ ինչքան կձգեինք, բայց եղել է սովից մահվան մեկ դեպք եւ ինձ թվում է, որ արդեն այդ դեպքերը կսկսեին ավելի ու ավելի շատանալ եւ ցավոք սրտի նաեւ երեխաների մոտ ուտելիքի պակասից կարող էին մեծ խնդիրներ սկսվել, դեղամիջոցների պակասից եւ ճանապարհի փակ լինելուց ծնողները չէին կարող իրենց երեխաներին բերեին այստեղ Երևան բուժելու եւ դեղամիջոցներ էլ չէին հասնում եւ մենք չգիտենք թե ինչ կարող էր պատահել։ Հասկանում էի, որ ապատեղեկատվությունը շատ է եւ դրսում առավել եւս մարդիկ շատ վատ պատկերացում ունեն, թե ինչ է իրականում կատարվում շրջափակված Արցախում։ Առաջինի ինձ գրեց ռուսական RIA Novosti լրագրողը եւ ասաց, որ ես իր համար նկարեմ անտուն մարդկանց, որոնք ապրում են փողոցներ, որտեղ կրակ է վարված, մարդիկ կրակ են անում դրսում տաքանալու համար եւ ինչ որ բլոգ պոստներ սահմանին ու ես հասկացա, որ իրանք ընդհանրապես տեղյակ չեն թե ինչա կատարվում։ Այս ժամանակ մի քիչ զայրացած, մի քիչ զարմացած իրան ձայնային ուղարկեցի։ Ոչ մի դրսում ապրող տաքացող կրակից մարդիկ չկան, ոչ մի բլոգ պոստներ չկան, ուղղակի չկա ուտելիք գրեթե ամեն ինչ քիչ է, դեղամիջոցներ չկան։ ու այդքանով ավարտվեց մեր շփումը, ասաց, որ հետագայում կգրի, եթե ինչ-որ բան փոխվի։ Ինձ հետ կապվել էին նորվեգական Aftenposten թերթից,
Նրանք պատմություն էին ըզում շրջափակման մեջ ապրող ինչ-որ ծանր կամ ուղղակի հիվանդ մարդու մասի եւ իրանց համար ես գտա մի աղջկա պատմություն, ով քաղցկեղով հիվանդ էր եւ շրջափակման պատճառով նա չէր կարողանում ստանալ իր սերսկումները, իր թերապիան եւ երբ սկսեց հենց պատերազմը, առաջին նկարները հենց ուղարկեցի Ավտոպոստենին եւ մեր վերջի պատերազմից առաջին հրապարակված նկարները հենց իրանց թերթում էին։ Հետո արդեն տարբեր լրատվամիջոցներ սկսեցին գրել, ինչպես նաև արևմտյան, այնպես ռուսական, իհարկե բոլորի հետ չէի կարող համագործակցել, մոտավորապես համագործակցում էի 4 լրատվականի հետ, Ավտոպոստենի հետ եւ BBC-ի հետ արևմտյան լրատվականներից եւ RIA Novosti եւ TASS-ի հետ ռուսական լրատվականներից, բայց RIA-ի ու TASS-ի հետ մի քիչ ավելի խիստ էի, որովհետեւ իմանալով թե ինչպիսի վերնագրեր են նրանք գրում, միշտ երբ նրանց նկարներ էի տալիս, ասում էի, որ այդ նկարները դուք պետքա տեղադրեք նյութերում, որտեղ չպետք է լինեն Ադրբեջանի հակատերորիստական օպերացիա, սեպարատիստներ, օգտագործվող արցախցիների հանդեպ բառեր եւ խիստ հետեւում էի, որ իմ նկարները միայն դրվեն հայամետ տեքստերում կամ գոնե ինչ-որ նեյտրալ տեքստերում։ Ու այնտեղ որտեղ կային իմ նկարները այն նյութերում, որևէ հակահայկական հռետորաբանություն չի օգտագործվել, մեր հասցեին սեպարատիստներ բառը չի օգտագործվել, Ադրբեջանի կողմից իրականացվող հակատերորիստական օպերացիա չի օգտագործվել եւ լսեցին ինձ։ Եթե առավոտյան արթնանում ենք ինչ-որ խաղաղ պայմաններում ու ոչ կրակոցների ձայներից, ուրեմն այսօրը խաղաղ անցնելու, այսօր էլ ապրեցինք։ Հետո այդ մտքով արթնացա, որ քանի որ վաղ առավոտյան ոչ մի բան չի եղել, ուրեմն ոչ մի բան չի լինի։ Ու այդ վերջի մի ամիսը պատերազմը սկսելու, այդ թուրքական ռոպագանդայից, ադրբեջանական ռոպագանդայից հասկանում ենք, որ ինչ-որ մի բան լինելու է շուտով, բայց չգիտեինք երբ։ Պատերազմը սկսելուց մոտ 15-20 րոպե առաջ ընկերուհիներից մեկը գրեց, ասեց հայք ինչ է այդտեղ կատարվում, ինքը Երևանում է։ Ինձ ասեցին, որ երեխաներին դպրոցից պահանջում են հանել, որովհետև դրությունը լավ չի, կարող է պատերազմ սկսի։ Սենց ասեցի, չէ, շուտ են ասում, ինչ որ ապատեղեկատվությունը չի կարող տենց բան լինել։ Խոհանոցում հեռախոսը ձեռքս կանգնած, հայրիկս սառնարանից ինչ որ բան է հանում ու պայթյուն։ Ես այդ պահին էլի սկսեց։ Ասեցի, լավ, պապ գնա հավաքի, դե 20 թվականից հետո բոլորս էլ ունեինք, սենց փոքր ինչ որ չիմադան, որի մեջ պահում էինք մեր ինչ որ թանկարժեք իրեր, փաստաթղթեր եւ ամեն ինչը։ Ասեցի գնա վերցրու դու դա, ես տեսախցիկս վերցնեմ ու իջնենք։ Ու հենց առաջին ինչ արեցի, տեսախցիկս վերցրեցի, առաջի պայթյունը նկարեցի մեր տնից։ 9-րդ հարկում էի ապրում, գրեթե ամբողջ Արցախը երևում էր մեր պատշգամբից։ Առաջի պայթյունները նկարեցի, պայթյունների կետերը ու միանգամից պապայի հետ իջանք։ Ու սկսեցի նկարել։ Չէի վախենում առհասարակ 20 թվականից հետո առհասարակ պատերազմից չէի վախենում ու առհասարակ ոչ մի բանից տպավորություն էր թե չէի վախենում։ Միակ վախը իմ կյանքում 20 թվականից հետո եղել է դա, որ կարող է օր գա, որ ես Արցախում չկարողանամ ապրել։ Եվ երբ որ տեսախցիկդ էլ ձեռքդ է, ինչպես ասել էի, երբ որ դու տեսախցիկի միջով ես նայում, քո ամբողջ վախեր, մտածմունքներ, ամեն ինչ զգացմունքներ կորում են ու դու այդ պահին ուղղակի նկարում ես։ Դու տեսնում ես փախստականների, Մարտակերտի գյուղերից, Մարտունի գյուղերից, որոնք ուղղակի փողոցներում պարկած են, նստած են ու ոչ մի տեղ չունեն գնալու, ոչ մի բան չունեն, բայց հենց վերցնում ես տեսախցիկդ ու դնում ես աչքիդ, այդ ժամանակ կտրվում ես աշխարհից, իրականությունից ու կարողանում ես մի քիչ այդ էմոցիաներդ քո մեջ զսպվում, հա, ու դու այդքանին մի քիչ ավելի թեթև ես սկսում վերաբերվել, հենց տեսախցիկը հեռացնում ես քո աչքից, այդ ցավը մի անգամից նորից կպնում է քեզ ու շատ դժվար է լինում ապրել ու խուսափելու համար այդ իրականությունից փորձում էի այդ ժամանակ մաքսիմալ շատ նկարել, որ մի քիչ կտրված լինեմ այդ ամեն ինչից։ Ես ամաչում էի, ես ինձ շատ տխմար էի զգում, որ այս վիճակում մոտենում եմ մարդկանց, որովհետև ես էլ եմ նույն կացայի մեջ եփվում ինչ իրանք, ես էլ եմ նույն բանը զգում ինչ իրանք, ես էլ եմ նույն բանը ապրում, վերապրում ինչ իրանք ու ես հասկանում եմ, որ ինչ որ մեկը ինձ մոտենար տեսախցիկով կամ ինչ որ հարց տար, ինձ շատ տհաճ կլիներ, բայց ամեն դեպքում փորձում էի մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ հանգիստ դեռ առանց տեսախցիկը ցույց տալու, մոտենալ մարդկանց հետ խոսել, հետո երբ որ արդեն մի քիչ զրուցում էինք, ճանաչում իրար, այդ ժամանակ ասում էի, կարող եմ նկարել, կարող եմ ինչ որ բան հարցնել, ձայնագրել։ Մենք արեցինք ամեն ինչ մենք կարող էինք, դրանից ավել անելն ուղղակի անհնար էր ու այդ պայմաններում
Եվ Արցախում աշխատելը ընդհանրապես շատ դժվար էր, նույնիսկ մինչև 2020 թվականը, երբ որ ես տեսա խցիկով օրինակ քաղաքով ման էի գալիս, մարդիկ էին մոտենում, հետաքրքրվում, որտեղից եմ, ես խի եմ նկարում, ում համար եմ նկարվում, արդյոք շպիոն եմ, թե չէ, լիքը այդպիսի դեպքեր են եղել ու Արցախի ժողովուրդը առհասարակ իրանք շատ փակված են ու ապրելով անընդհատ այդ վախերի մեջ, պատերազմի այդ ամեն ինչի, իրանց համար խորթ էր, երբ որ ինչ-որ մեկը կամերայով մոտենում է իրենց ինֆորմացիա է ուզում ու դրա համար շատ քիչ մարդիկ մատերի վրա կարելի էր հաշվել մարդկանց, ում հետ դու կարող էիր ուղղակի խոսել, նկարել, ինչ-որ հարցազրույց վերցնել եւ առհասարակ, եթե խոսքը վերաբերվում է պատերազմական իրավիճակին, կրկնակի եռակի ավելի դժվար է, որտեղ մարդիկ այդ ժամանակ արդեն ոչ մեկին չեն վստահում, այդ ժամանակ ամեն մարդ մտածում է իր անվտանգության համար, շատերը ասում էին օրինակ պատերազմի ժամանակ ես չեմ ուզում Երևան, որովհետև եթե իմ դեմքս ինչ որտեղ երևաց ինձ հակարիով բաց չեն թողնի, առավել եւս եթե դու լուսաբանում ես քո կոնֆլիկտը, քո խնդրեմը, այն խնդիրը, որի մեջ դու ես ապրում, դու պետքա լինես համ մարդ, համ լրագրող, որը լինելը գրեթե անհնար է։ Ես որոշեցի, որ ես պետքա լինեմ մարդ։ Ու ես 2 օր ու գիշեր նկարելուց հետո ես իմ տեսախցիկը վեր դրեցի ու ասեցի ես երբեք էլ իրան չեմ կպնի։ Եվ մի շաբաթ ես իրան չէի կպնում, ոչ մի բան չէի նկարում, հանեցի ճանապարհին, երբ որ Ստեփանակերտից դուրս էինք գալիս, նկարեցի մեքենաների շարասյունը, նորից դրեցի ու նորից 2 օր ոչ մի բան չէի նկարում ու հանեցի, երբ որ արդեն համարյա հասել էինք Հակարի։ Մի նկար արեցի այդ ժամանակ ու էլի դրեցի ու էլի չէի կպնում իմ կամերային։ Մինչև հիմա չեմ հավատում, որ այս ամեն ինչը իրական է, այս ամեն ինչը կատարվել է, որ ես տանը չեմ, որ ես շուտով տուն չեմ գնալու ու չէի հավատում նույնիսկ մինչև այն պահը, երբ մենք Հակարիից անցանք ու այս ամեն ինչի մասին թե ինչա կատարվում, որ պետքա լքենք Արցախը, իմացա ընկերոջս տանը, պետքա լրատվամիջոցներից մեկին նկարող արկեի, ընկերոջս հետ էինք նկարում քաղաքում, ինքը ասաց, որ իրենց պատշգամբից ինտերնետ է բռնում նորմալ, կարող ենք գնալ այնտեղից ուղարկեմ։ Ես իրենց պատշգամբում կանգնած էի, երբ իր քեռին մտավ տուն, իր քեռին Քրասնիում էր, այդ ժամանակ Քրասնիի դիրքերն էր պահում։ Եկել էր տուն եւ ես պատշգամբում կանգնած լսում եմ, ոնց են իրանք սենյակում խոսում նրա մասին, ոնց է քեռին իմ ընկերոջը ասում, որ հավաքի վեշերը նրանք արդեն քաղաք են մտնում, արդեն Քրասնին վերցրել են, իջնում են դեպի քաղաք, հասել են քաղաքի արվարձաներին ու ես կանգնած դա լսում եմ ու չեմ ընկալում այդ ամեն ինչը, չեմ հավատում, որ սա իրական է ու հետո ընկերս է գալիս, ասում է, հենց հիմա գնա տուն ու մի հատ պայուսա քաղաքի վեշերով ու ես իր հետ վիճում եմ, հիմա ասում եմ, գոր չի կարա տենց բան լինի, անհնար է, չի կարա ամեն ինչ այսքան վատ լինի, ախր չենք կարա մենք ստեղից դուրս գանք ու չէի հասկանում ու վերջի իջա տուն, մերոնց ասեցի ու էլի չհասկանալով պատմեցի դրա մասին ու այդ լուրը լսելուց մոտ 3 ժամ հետո մենք իմացանք, որ այդ ամեն ինչը իրական է։ Ստեփանակերտից դուրս եկա սեպտեմբերի 25-ին, երբ սկսել էին տարածվել այն լուրերը, որ ամսի սեպտեմբերի 27-ին իրան զորքերը կարող են մտնել քաղաք եւ տոնելու համար իրենց 20 թվականի հաղթանակի 3 տարին, որ կարող է ինչ-որ զինվորական շքերթ լինի եւ այդ ամենը։ Այդ լուրերից մի տեսակ ազդվելով որոշեցինք շուտ դուրս գալ սեպտեմբերի 25-ին ամենամեծ շարասյունն էր, որ դուրս էր եկել Ստեփանակերտից։ Հարմարվել ես։ Ինձ էլ են միշտ առաջի հարցետի ինտամ ու ես միշտ ասում չէ, հարմարվել չում ու երբեք հարմարվելու չեմ։ Մեր պատուհանից ու պատշգամբից տեսարանը։ Օդը, ջուրը, թռչունների ձայնը, Ստեփանակերտի խաղաղությունը, հանգստությունը, հանդարտությունը, բարբառը։ Չկա տենց բան, որ չկարոտեմ, նույնիսկ ամենավատը։ Հիմա վեր հիշում եմ նույնիսկ կյանքիս ամենավատ դրվագները, ամենավատ պահերը, որոնք այդ ժամանակ ահավոր էին թվում, հիմա հիշում եմ, որ դրանք իմ կյանքի ամենաերջանիկ պահերից էին։ Գիշերվա 12-ն անց էր։ Ես ու ընկերս դուրս էինք եկել Հեքիմյանի փռերով ման գալու, տեսնելու թե որտեղ հաց կա։ Բոլոր փռերը շրջելուց հետո հասկացանք, որ ոչ մի տեղ հաց չկա, դեռ հացը թխում են ու հետո ահագին հերթեր են ու հաստատ չենք կարողանա հաց վերցնել։ Բարձրացանք Էմբադայի մոտ, Էմբադայի տակ փուր կար մի հատ ու գիշեր էր, արդեն շատ ուշ գիշեր էր, ես ահավոր հոգնած պառկեցի այդ փռի
վերևի քարի վրա, այդ շատ հաճելի տաք էր այդ քարը ու նայեցի երկնքին, քաղաքի լույսերը գրեթե բոլորը անջատված էին ու տեսա մի հրաշալի աստղազարդ երկինք ու այդ պահին հասկացա ինչ երջանիկ եմ ես հիմա այդքան ժամ գիշերը շրջելուց հետո առանցած մնալուց հետո ես մեկա երջանիկ էի ու այդ պահը մինչև հիմա տպավորվել է ու ես ահավոր կուզեմ այդ պահը նորից վերապրեմ։ Հոգիս թողել եմ այնտեղ ու եկել եմ, այնտեղ թողել եմ կյանքի նպատակներ, կյանքի իմաստ, այնտեղ թողել եմ մի ամբողջ ապրած կյանք, հիշողություններ 21 տարվա, հետս ոչ մի բան չեմ բերել։ Ես առհասարակ երազներ համարը չէի տեսնում, սկսեցի տեսնել 20 թվականից հետո, մոտ 1 տարի երազներ էի տեսնում, մենակ պատերազմ, հետո էլի դադարեցի, ու այդ ընթացքում, երբ որ երազներ էի տեսնում 20 թվականից հետո, մի երազ էի տեսել, որը մինչև հիմա իմ գլխում է, իմ աչքի առաջից չի գնում։ Այդ երազում ես շատ երկար ժամանակ հետո վերադառնում եմ մեր տուն, ամեն ինչ փոխված է, տունը փոխված է, ես մեր պատուհանից նայում եմ Ստեփանակերտին, տանն եմ, բայց տպավորությունն է, թե տանը չեմ, այնքան ամեն ինչ ուրիշ։ Մտա ննջասենյակ ու ննջասենյակի պատուհանից նայեցի Արցախին ու Ստեփանակերտին։ Այդ երազը ինձ հույս տվողներից մեկն է, որ ես վերադառնալու եմ տուն Ստեփանակերտ, չնայած ամեն ինչ փոխված է լինելու, բայց մեկա վերադառնալու եմ։ Ուզում եմ նկարել Ազատ Արցախը ողջունում է ձեզ վահանակը, երբ որ Արցախ վերադառնա։